Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Ողջույն Տիկին Վարդանյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն։ Տիկին Վարդանյան, ես երկու հիմնական թեմայից եմ ուզում զրուցենք, իհարկե կլինեն նաև հարակից տեղեկություններ, որոնց շուրջ կընկալեմ ձեր մեկնաբանությունները, հիմնական թեմաները լինելու են հեցի մասին, այսինքն այն process-ը, որ հիմա գնում է օրինակ լիցենզիայի զրկելու, եւ նաեւ եկեղեցու։ Ընտրությունը ձերն է, որից ենք սկսում, որով էլ կհասկանամ, որ թեման է ձեզ համար ավելի կարևոր։ Ա, Ինձ համար երկու թեման էլ բնականաբար կարևոր են։ Ա, Կարող ենք հեցից սկսել, բայց հեցի մասով այն process-ները, որոնք այս պահին օրինակ, եթե ուզում եք հարցը ձևակերպեք նորից, ինչ որ անցնել խոսալուն, բայց Դուք ազատ եք, եթե ուզում հարցը եմ բան ունեք, համեցեք։ ունեմ ասելիքս հետեւյալն է, որ այս պահին, ինչպես գիտեք, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը քննում է, այսինքն հարցը եւ կարծես արդեն պատրաստում են երրորդ օրը, որովհետեւ ընդմիջվել է այդ քննարկումը եւ պետքա երրորդ օրը լինի եւ դրա հետ կապված առանձնապես մեկնաբանելու բան, որպես այդպեսին կոնկրետ այդ process-ի հետ կապված չունեմ, ավելի շատ կսպասեմ տեսնելու այն հիմնավորումները եւ այն արդյունքը, որը տեղի կունենա։ Դուք քաղաքացիական պայմանագրի այն падգամավորներից մեկն եք, որը այս թեմաներով, այսինքն տնտեսական եւ այլն թեմաներով, հա, առավել ակտիվ եւ փաստարկված կամ հիմնավորված է խոսում։ Ես դրա համար ուզում եմ ձեզ մեջ բերել մի քանի տնտեսագետների հետի շուրջ լիցենզիայի զրկման գործընթացի։ Ասում են, որ մեծագույն ռիսկը կապված է անորոշությունների հետ։ Անորոշություններ, որոնք կարող են լինել նաև ռազմավարական այլ ոլորտների վերաբերելի, օրինակ, պարզ օրինակ ջրամատակարարումը, հա։ Արդյոք ձեր քաղաքական թիմը այդ բոլոր ռիսկերը հաշվի է առել։ Ա, Այսպես հարցին մի երկու տեսանկյունից մոտենամ, երկու անորոշության դաշտ կա այստեղ, հա, նախ սկսեմ այնտեղից, որ այսինքն կազմակերպությունը, որը որ այս պահին մոնոպոլ դիրք է զբաղեցնում եւ տարիներ շարունակ սպասարկել է հանրային ծառայություն, այն է ինչը ենթադրում է դա սովորական կազմակերպություն չի, ինչով է տարբերվում հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը, փոքր ուղղակի մեզ դիտորդների համար ուղղակի բանանեմ, մեկնաբանեմ, նրանով, որ այդ կազմակերպությունը ունեցել է երաշխիքային, այսինքն հաճախորդ։ Իր հաճախորդները երաշխիքային հաճախորդներ են, այսինքն մենք բոլորս հանդիսանում ենք Հայաստան էլեկտրական ցանցերի բաժանորդ եւ հետեւաբար, այսինքն իր եկամուտները, իր ամեն ինչը եւ այս դաշտում նման կազմակերպությունը իր ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի։ Եվ նման կազմակերպությունները սովորաբար ըստ օրենքների եւ ըստ այն կարգավորումների, որոնք սովորաբար երկրները անում են, պետք է գործեն շատ թափանցիկ եւ շատ հաշվետու սկսած գնումներից, ավարտած իր աշխատավարձերի տրամադրմամբ եւ այլն եւ այլն։ Բայց ես չեմ ուզում սրա մեջ շատ մանրամասն բացատրեմ ինչու եւ այլն, այս ամեն ինչը պարզ է կարծում եմ բոլորիս։ Այստեղ հարցը հետեւյալն է, որ եթե այդ կազմակերպությունը բարեխիղճ չի վարվել իրեն տրված հնարավորության հետ եւ չի կատարել իր պարտականությունները, որոնք պարտավոր է կատարել, հետեւաբար այստեղ իրեն լիցենզիայից զրկելու հարց, այսինքն այն տիպի խախտումներ են եղել, որոնք հիմք են իրեն լիցենզիայից զրկելու համար, այստեղ հակառակը մեր ներդրողները պետք է իմանան, որ կա որոշակիություն եւ կա իրավական դաշտ եւ պետություն, ով թույլ չի տա որևէ մի կազմակերպության վերցնել մոնոպոլ դիրքեր եւ դրանք չարաշահել, այսինքն ներդրողը հանգիստ կլինի, որ այլ ներդրողի նկատմամբ որևէ արտոնյալ պայման չի կարող գործարկվել։ Ուզում եմ ասեմ, այս տեսանկյունից էլ պետք է պարտադիր նայել։ Եվ եւս մի անորոշությունների եւ որոշակիությունների դաշտի մասին ուզում եմ խոսել, դա մեր տնտեսվարողներն են, ովքեր նույնպես հանդիսանում են հեցի բաժանորդ։ Եվ քիչ չեն դեպքերը, եւ պատմությունները, թե ինչպես Հայաստանի էլեկտրական ցանցերը կարելի է ասել տնտեսական շանտաժ են արել տնտեսվարողներին։ Սա ներդրումային միջավայրի խաթարում է, որովհետև դա միակ ցանցն է, որին կարող են միանալ բաժանորդները, եւ հետեւաբար ստացվում է, որ իրենց շահերն էլ մի կողմից պաշտպանված չեն եղել։ Դրա համար ես
Ավելի շատ կուզենայի տեսնել ինչ հիմնավորումներ են լինելու, ցավոք չեմ հասցրել հետևել, որովհետև բյուջեի քննարկումներն էին տեղյակ եւ ամենայն մանրամասնությամբ չեմ հետևել, բայց անպայման կնայեմ։ Ես բնականաբար հետևել եմ նաև հանձնաժողովի կողմից ներկայացրած այդ մանրամասներին, թե ինչ հիմքերով են ուզում այդ լիցենզիան զրկել, որը շատ ավելի ծավալուն է եւ մեծ լսողները Telegram-յան ալիքում կգտնեն հաստատ դրա մանրամասները։ Մի հարց, եթե ես ճիշտ եմ հասկանում, զրկելով հեծին, հենց ասած մենք նկատում ենք ընկերությունը, որ իրականացնում է կառավարումը, չէ՞, այդ ամեն ինչի։ Այո, այո, Զրկելով լիցենզիայից մենք չենք առաջացնում կառավարման ճգնաժամ, այսինքն մենք զուտ կառավարչական գործառույթներ իրականացնող ընկերության լիազորություններն ենք դադարեցնում, իսկ կառավարչական գործողությունները շարունակում է իրականացնել պետությունը ենթադրաբար, մինչև դա մասնավորին հանձնելը կամ չհանձնելը, այսինքն այստեղ դրա կառավարումը չի դադարում։ կառավարումը բնականաբար չի կարող նույնիսկ դադարել, այսինքն նման դեպքերում, մասնավորապես այդ տիպի կազմակերպություններում, դա ճգնաժամային կառավարման, այսինքն կարող է, եթե, ինչպես դուք եք ասում, ճգնաժամ լինել, բայց որպես այդպիսին մեխանիզմները կան եւ կառավարումը կարող է առանց որևէ խոչընդոտի շատ սահուն, այսինքն շարունակվել։ Այստեղ այլ կարևոր արձանագրում ենք անում, որ կազմակերպությունը, որը ուներ մոնոպոլ դիրք, այլևս չի ունենում մոնոպոլ դիրք, եւ հետեւաբար Հայաստանի էլեկտրական ցանցերը որպես այդպիսին, որպես կազմակերպություն, եթե վաղ մյուս օր պետությունը որոշի, որ ելի պետք են մասնավոր կազմակերպություններ, ովքեր մասնակից լինեն, պարտադիր չի, որ դա մեկ կազմակերպություն լինի, կարող է մրցակցություն լինել եւ կարող է դրա արդյունքում, ինչպես գիտեք, գին որակ հարաբերակցությունը շատ ավելի ձեռնտու լինել մեզ։ Որը շատ ավելի տրամաբանական կլինի, էլի, որովհետև մեր հանրային կյանքի գրեթե բոլոր ծառայությունները, բացի ունենք ջրից եւ էլեկտրաէներգիայից, բոլորը մրցակցային տրամաբանության են, այսպես ասած, եւ մենք ընտրելու հնարավորություն ունենք, որի ծառայությունից, այսպես ասենք, օգտվելու։ Այստեղ մի հարց, օրինակ, եթե մինչև մասնավորին անցնելը կամ այդպիսի որոշում, չգիտեմ, կլինի, չի լինի, գուցե լինի, գուցե չլինի, դուք արդյոք համարում եք, որ պետությունը որպես օրինակ շատ լավ կառավարչական հմտություններ եւ արդյունավետություն է ցուցաբերել բեցի օրինակում, բարձրավայր էլեկտրական ցանցերի կառավարման, որ օրինակ շարունակի իրականացնել հեծինը, որովհետև հեծը բեցից կամ բեցը հեծից մենք առանձին չենք դիտարկում, չէ՞, դա մի շղթային մաս է, մեկը մատակարարում է, մեկը բաշխում է եւ այլն։ Ուզում եմ ասեմ, ըստ ձեր գնահատման, պետությունը կարողացել է արդյունավետորեն իրականացնել բեցի կառավարումը, որ հիմա էլ նաև պատրաստ է շարունակել մինչև X պահը կամ հավերժ հեծի կառավարումը։ Իրեր, այսպես ասեմ, ես նախ պետք է անկեղծորեն ասեմ, որ ես բեցի գործունեության որպես այդպեսին ծանոթ չեմ իր հաշվետվություններով, իր ամեն ինչով, որպեսզի ես հիմա շատ ձեզ հստակ պատասխան տամ, հա, կարողացել է, թե չի կարողացել։ Բայց մի ավելի այսպես կոնցեպտուալ հարց կա, արդյոք պետք է պետությունը կառավարի այդ կազմակերպությունները, թե պետք է մասնավորին տալ, այսինքն հնարավորություն մասնակից լինել նման գործունեություններում եւ իմ միանշանակ իմ կարծիքը այն է, որ մասնավորը միշտ պետք է մասնակից լինի, եթե ոչ կարելի է ամբողջությամբ ճիշտ է, եթե դա ռազմավարական, այսինքն նշանակության կազմակերպություններ են, այդտեղ պետքա շատ զգուշ լինել պայմանագրերի առումով, այսինքն բոլոր այն երաշխիքների առումով եւ բնականաբար պետությունը պետք է ինչ որ չափով մասնակցություն ունենա, որ մասնակցություն, այսինքն առնվազն ձայնի իրավունք եւ հնարավորություններ լծակներ, որպեսզի հանկարծ չունենանք այն իրավիճակը, ինչ ունեցել ենք։ Բայց ընդհանուր առմամբ, այո, կարծում եմ, որ մասնավորը շատ ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը ընդհանուր առմամբ։ Ես ինչու բերեցի բեցի օրինակը, որովհետև բեցը պետական կառավարման ներքո է եւ դեռ քննադատները խոսում են, որ եթե այս երկուսը շատ շղթայորեն փոխկապակցված են իրար հետ եւ եթե մեկում կան այդպիսի խնդիրներ եւ որոնք ներկայացվեցին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից այդ թվում, ապա սա նշանակում է, որ խնդիրների առյուծի բաժինը ընկնում է նաև բեցին, որովհետև սրանք շղթայական կառույցներ են, այսպես ասած։ Եվ եթե այդպես է, ապա ինչ հիմքով է պետությունը շարունակում իրականացնել բեցի իր արդյունավետ կառավարումը, այս դեպքում խնդիրներ տեսնելով մասնավոր կառավարման մեջ։ Հետևաբար ասում են հարցը քաղաքական է,
եւ Սամվել Կարապետյանի գործոնն է։ Այստեղ կարծում եմ հարցը մենք ուզում ենք sense այդ ձևակերպումը ընդհանուր առմամբ ինքը ուղղակի թացը չորի հետ է խառնում։ Մենք չենք խոսում, մենք չենք համեմատում բեցը հեծի հետ։ Մենք ունենք բեցում, այսինքն պետական կառավարում եւ բոլոր լծակները եւ եթե դրանք անարդյունավետ են, ես դες խոստանում եմ ինքս էլ զբաղվել եւ հաջորդ անգամ այս մասին, այսինքն որևէ պատկերացում ունենալ եւ ներկայացնել, այսինքն որքանով արդյունավետ է, որքանով արդյունավետ չէ։ Բայց հարցը այստեղ են նա, որ այդ առումով Հայաստանի Հանրապետության ճիշտ է դա ուղիղ քաղաքացու շահին գուցե ուղիղ, բայց անուղղակիորեն էլի գալիս կապվում է քաղաքացու շահի հետ, այստեղ պետությունը ունի լծակ իր գործողությունները իրականացնելու, այսինքն եթե կա կառավարիչով վատ է կառավարում, վատ հաշվետվություն ներկայացնում եւ այլն, հնարավորությունը կա։ Այստեղ հարցը ինչ որ այ հեծը մասնավոր է դրա համար է այդ գործողությունը ոչ, ուղղակի կոնկրետ այդ կազմակերպությունը չի գործել բարեխիղճ, խախտել է ըստ երևույթին իր արժև դրված պարտականությունները, ասենք չգիտեմ, սկսած գնումների գործընթացից սկսած, որը որ կարծում եմ, որ նորմալ է, որ պետությունը պետք է արձագանքի դրան։ Չէ՞ որ պետությունը պետք է քաղաքացու շահը սպասարկի։ Ես դες ավելին ասեմ, եթե ասենց մի պահ ինքներդ էլ որպես հեծի բաժանորդ ձեզ զուտ որպես դուք եք ու կա այդ խոշոր կազմակերպությունը։ Ես չեմ պատկերացնում առ այսօր քաղաքացին իր շահերը ինչպես է պաշտպանել։ Չգիտեմ, դա կլինի իր ինչ որ փչացած սարքը տատանումներից եւ այլն եւ այլն։ Այս խնդիրը եղել է, այսինքն այդ խոշոր կազմակերպությունները շատ ուժեղ են եւ բնականաբար քաղաքացիները կարիք ունեն որպեսզի իրենց պաշտպանությունը նույնքան ուժեղ լինի եւ ձայնը լսելի լինի։ Տեսեք, օրինակ մամուլը մի հրապարակում էր արել, որտեղ այսպես վերնագիր էին դրել, որ գրեթե միևնույն կարգավիճակում գտնվող ընկերություններ Veolia ջուր եւ հեծ եւ այլն եւ անհավասարության մոտեցումը պետության կողմից հեծի դեպքում գնալ այսպիսի ռադիկալ որոշումների Veolia ջուրը օրինակ աչքաթող անել, որովհետեւ ասում են նույն խնդիրները, որոնք օրինակ կապված են հեծի հետ, կան Veolia ջուրում արդեն դե ոլորտների առանձնահատկություններ պայմանավորված, բայց մասշտաբների եւ ծավալների հաճախակիության հանրության կամ քաղաքացու հետ հաղորդակցության པարզ բանը, հա, ես էլ եմ բաժանորդ եւ Veolia ջրի բնականաբար եւ հեծի եւ ես էլ փաստում եմ, որ օրինակ երբ որ առանց ծանոթությունների եւ մյուսը եւ այն մյուսը չի լինում եւ այլն, հետո քո զանգերին չեն էլ բարեհաճում, որովհետեւ մեկը պատասխանել քեզ տեղեկություն հայտնել, հա, բա ինչու կա արտոնյալ վերաբերմունք օրինակ Veolia ջրի նկատմամբ։ Նախ համեմատականը շատ տարօրինակ է այս համեմատականը, որովհետև նախ Veolia ջուրը չունի մոնոպոլ դիրք։ Սկսենք այդտեղից, այո, Երևանում սպասարկում է ինքը, բայց դա չի նշանակում, որ ինքը ամբողջ ոլորտում մոնոպոլ դիրք ունի, որովհետև կան մարզեր, որտեղ ինքը չի սպասարկողը։ Եվ եթե չեմ սխալվում, Veolia ջուրը դա կոնցեսիոն պայմանագրի հիման վրա կազմակերպություն է գործող, այլ ոչ կազմակերպություն, ով սեփականատեր է։ Սրանք շատ տարբեր դիրքերից բաներ ենք մենք խոսում եւ հետեւաբար այդ պայմանագրում, այո, պետությունը վերցրել է պարտավորություններ, նույնն էլ վերցրել է այդ կազմակերպությունը եւ եթե կան խնդիրներ, որոնք պետք է արձանագրել, ես վստահ եմ եւ երկրորդում եմ, որ այո, լինում են խնդիրներ նաեւ այդ ոլորտում սպասարկման հետ կապված, այդ հարցը ուրիշ դաշտում է եւ բացարձակ համեմատական չի։ Բնականաբար էլեկտրաէներգիայի ոլորտը մեր ռազմավարական նշանակության ոլորտներից մեկն է եւ իհարկե ցավով կարելի է արձանագրել, որ օրինակ ես եթե ունեմ հնարավորություն իմ աշխատանքը կազմակերպել տնից, մեծ է հավանականությունը 50-50 է ավելի շուտ, որի չեմ կարողանալու այդ աշխատանքը կազմակերպել, որովհետև ես երբեք չեմ իմանալու, որ տարածաշրջանային սիլիկոնյան հովիտ հռչակած իրեն երկիրը երբ որ պահին չի ունենալու էլեկտրաէներգիա, իսկ դրանք շատ հաճախ են, հա, որ պահից ես կարող օրինակ պարզ հոսանք չունենամ, ինտերնետի հասանելիություն չունենամ, չկարողանամ իմ աշխատանքը կազմակերպել, ձեր իշխանությունը ջատագովում է աշխատանքը, ջատագովում է արդյունք ստեղծելը, ջատագովում է բարեկեցությունը աշխատանքի միջոցով, շեշտում է մարդակենտրոնությունը, բայց չկա այդ հնարավորությունը։ Ես ունեմ ընկեր, ով տեղափոխվել է Հայաստան, օրինակ Միացյալ Նահանգներից,
Եվ վերցրել է քաղաքացիություն, այստեղ գնել է բնակարան, ապրում է արդեն այստեղ, իր աշխատանքը հեռավար է իրականացնում եւ շատ հաճախ այդ խնդրի առաջ է կանգնում ու լուրջ խնդիրների բախվում է այնտեղ իր գործատուի հետ։ Ա, Ինչու՞։ Տեսեք, նախ պետք է նշեմ, ուրեմն մի հատ բան ասեմ, նախ պետք է նշեմ, որ էլեկտրական ցանցերը սովորաբար առավոտյան հայտարարում է բոլոր այն հասցեները, որտեղ անջատումներ պիտի լինեն, Այդ երբ օրինակ կներեք, ցերեկը անջատում, դրա մասին դու երբեք չես իմանում վաղօրոք։ չէ, Երբ որ ես հասցեների ցանկը ընդլայնվում է, դու նախորոք հայտարարված ցանկի մասին չի լինում այդ հասցեն, հետո չես իմանում, քեզ չեն դուք ծանոթ։ ճիշտ եք, ես չի ձեզ հակադարձում։ Ուղղակի ես ինչի էի ասում, որ ամեն առավոտ այդ հաղորդագրությունը լինում է անջատվող հասցեների մասին, որովհետև ես ամեն անգամ այդ հաղորդագրությունը ուղարկում եմ, քանի որ ես առավոտները քրոջս հետ շփվում, ուղարկում եմ իրան։ Ինքը ինձ սա երկար ժամանակ է ինչ դա տեղի է ունենում, ամեն անգամ ասում էր, «Սով ինչի ես ինձ, դու ինչի ես հետևում»։ Ասում եմ, որովհետև նույնիսկ ես չգիտեմ, որ պահին լույսը կանջատեն Եվ իմ օրը, ամբողջ պլանավորած օրս կարող է այլ կերպ գնալ, որովհետև էլեկտրականությունը ի վերջո իմ կյանքի անբաժան մասն է այսօր։ Եվ այնուամենայնիվ, չնայած այդ ամեն ինչը հրապարակվում է առավոտյան ինչ որ հասցեներ, այո, լինում են դեպքեր, որ նաև ոչ, այսինքն զգուշացված ինչ որ ժամի, ոչ զգուշացված հասցեում նման բան է տեղի ունենում։ Եվ հետեւաբար հենց բայց այստեղ մի բան էլ եմ ուզում շատ կարևոր արձանագրել, որ խնդիրը ընդհանուր առմամբ բավական մեծ ու համակարգային է Այո, եւ այն որ այսօր պետությունը վերցնում է կառավարումը ենթադրենք եւ իրականացնելու է այդ կառավարումը դա չի նշանակում որ անջատումներ այլևս չեն լինելու որովհետեւ ես չեմ ուզում մենք մեկը մյուսի հետ կապենք ինչի եմ սա ասում որովհետեւ ինքը շատ բարոյապես մաշված համակարգի հետ գործ ունենք, որտեղ պետք է արվեին ներդրումներ, արվել են կիսատ բռատ, ոչ այնպես ինչպես պիտի արվեին, բայց էլի եթե նույնիսկ ամբողջն էլ անեին, մեկը ինքը պիտի ժամանակի ընթացքում շատ արվեր, որպեսզի մենք այսօր ունենայինք առնվազն այդ ձեր ասած իրավիճակը չունենայինք, հա։ Եվ հետեւաբար այս ամենը լինելուց հետո, եթե օրինակ որոշի ՀԾԿ-ն, որ դա մասնավորից անցնում է, օրինակ եմ ասում, զրկվում է, շատ արագ պետք է այս հարցերին անդրադառնանք, որովհետև այդտեղ ներդրումների, մեծ ներդրումների կարիք կա ի վերջո։ թուրքական ընկերության եք հանձնելու փաստորեն հետցի կառավարումը, այսինքն հանձնելու եք Թուրքիային։ Ես առաջին անգամ եմ լսում, Ես ճիշտ ասած։ մեջբերում եմ էլի մամուլի հրապարակումներ Դավիթ Խուդացյանի վերջին այցից հետո Թուրքիա, Թուրքիայի համապատասխան իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո մամուլը այդ բեռնագրերով էր առավոտյան հրապարակումներ արել, որ որոշում է կայացվել հետցի կառավարումը տալ թուրքական ընկերություն։ Ես շատ սիրում եմ մեր մամուլի, նու մամուլի ճակերտավոր, այսպես կասեմ, բաները, պատկերացումները եւ իրենց կարծիքով ինչ որ վախենալու բան են ուզում հանրությանը ասել, որ բայ կարողա թուրքական կազմակերպություն, կարող թուրքական չլինի, չինական լինի, կարող չինական չլինի, չգիտեմ ինչական լինի։ Ուզում եմ ասեմ դա ինչ է, բայց նման բան առաջին անգամ եմ լսում, չգիտեմ ինչի մասն է խոսքը, եթե այդ կազմակերպությունը դեռ լիցենզիայի զրկման գործընթացի մեջ է, ինչպես կարող է լինել որևէ այլ կազմակերպություն, որը արդեն իսկ մենք գիտենք, որ լինելու է։ Սա տրամաբանությանը չի բանանում, էլի, Բայց արձագանքում դրա համար բայց չեք բացառում, որ թուրքական կազմակերպության եւս կարող է հանձնվել։ դուք հիմա ինձ բանով հարց եք տալի, ես չգիտեմ ինչական կազմակերպություն կամ կազմակերպություններ կամ կլինեն արդյոք, թե պետությունը կլինի, թե ժողովուրդը կդառնա բաժնետեր, կարող է դառնում է բաց բաժնետիրական ընկերություն եւ ամեն քաղաքացի իրավունք է ունենում գնել բաժնետոմս։ Հմ, Այսինքն չի բացառվում թուրքականը։ Այսինքն չի բացառվում, որ ես եւ դուք դառնանք բաժնետեր։ Լավ, դա լավ պատասխան է դարձին։ Դառնանք հաջորդ թեմային, ձեր ընտրությամբ կարևոր, չնայած քանի որ Թուրքիայից խոսեցինք, ես ասացի միջանկյալ ինչ որ բաներ կլինեն։ Մամուլը գրեց, որ Հայաստանում 10 թուրքական մզկիթ է կառուցվում։ Կասեք որտեղ են, տեղերը որտեղ են։ Ով է կառուցում, ներողություն, չհասկացա։ Հայաստանը կառուցում է 10 թուրքական մզկիթ։ Որտեղ, տեղերը կասեք մեզ որտեղ են։
Ես նորից պետք է ասեմ, որ ես ներողություն եմ խնդրում իհարկե բոլոր իրական լրագրողներից եւ իրական մամուլից, ովքեր վերլուծում են եւ արժանահավատ տեղեկատվություն են տրամադրում քաղաքացիներին, բայց այս տեղեկատվությունը էլի ես չգիտեմ ով որտեղից է բան արել, հնարել կամ վերցրել։ Օրինակ 168 AM այսօր է գրել ժուրնալիստների միության Հիշեցի։ նախագահ Տաթև Տերտերյանը։ Ջրեր, իմ տպավորությամբ այստեղ անելիք ունեն լրագրողները, այդ թվում նաև դուք, որովհետև ես կարծում եմ, որ ի վերջո մեր պետության ներսում աշխատող լրագրողները, ովքեր իրական լրագրողներ են, ովքեր վերլուծում են, աշխատում են իրենց վրա, ժամանակ են ծախսում այդ մարդիկ, հասկանում եք, որակ են ապահովում, բայց կարող է օրինակ նման մի հատ հրապարակում լինել եւ այն էլ մի մարդու կողմից, ով մամուլի ակումբի նախագահն է, ճիշտ եմ պաշտոնը ասում, լրագրողների միության նախագահական։ Սա ուղղակի աբսուրդ է, ես կարծում եմ, այստեղ պետք է համակարգային փոփոխություններ արվեն, չգիտեմ ինչ կանոնադրությամբ եւ ինչ կանոնակարգով է գործում այդ բանը միությունը, բայց ըստ երևույթին այստեղ մեր լրագրողներն էլ անելիք ունեն եւ չպետք է լռեն, որովհետեւ ինչքան կարելի է այս բանը էլի, չգիտեմ, անորակությունը բան անել ժողովրդին, տալ ժողովրդին եւ մտածել, որ ժողովուրդը այն կներեք, բայց այն հիմար սուբյեկտն է, որի հետ կարելի է այդ լեզվով խոսել։ Դա ուղղակի ես չգիտեմ։ Ինչի են մարդիկ մտածում, որ իրենք ավելի խելացի են կամ ավելի ճարպիկ, քան կամայական որևէ մեկը, ով լսում է իրեն։ Դուք կարծում եք այդտեղ բացառապես, այսպես ասենք, որքան էլ օգտագործվում է թուրքական, հա, որակումը, որը արդեն ոչ հայաստանյան է եւ ոչ հայկական, այսպես ասենք, զուտ ներքին պրովոկացիայի հարց կա։ Ոչ իհարկե։ Ոչ, բնականաբար դա է նույն պրոպագանդան է, այսինքն նույն վախերը, որոնք տարիներ շարունակ սերմանել են եւ իդեպ դա, այսինքն պատմությունը տվել է հնարավորություն երրորդ կողմին օգտագործել մեր ցավը եւ մեզ պահել վախերի մեջ, որ այ եթե դուք կոպիտ ասած, եթե մենք չլինենք, թուրքը ձեզ կգա կուտի։ Էս է եղել ողջ պատմությունը։ Եվ այդ բոլոր խոսույթները, որոնք հիմա այտենց շատ ակտիվ, այսպես ասած, ինքնության, կորստի եւ թրքաբարոտ, չգիտեմ, մարդկանց եւ այլն, այս նույն ռոպագանդայի, նույն կայսրության բանի մեջ է, հարթության մեջ է, այսինքն որևէ բան չի դադարել տեղի ունենալ, ուղղակի մի բան հաշվի չեն առել, իհարկե այստեղ մենք անելիք ունենք, որ պետք է շատ խոսենք եւ ժողովրդի հետ ինչը մենք չենք էլ դադարել, բայց այստեղ մի բան հաշվի չեն առել, որ ժողովրդի իրականությունից կտրված չի, այսօր գոյություն ունի ինտերնետ, որին մարդիկ հասանելիություն ինտերնետին ունեն եւ այն ինֆորմացիան, որը պատտվում է մարդկանց շուրջ, եւ լավ եւ վատ բնականաբար, բայց թույլ է տալիս մարդուն պատկերները ավելի մեծ տեսնել։ Այս պետքա նաև հաշվի առնեն, բայց իհարկե պետք է անդադար խոսել ժողովրդի հետ եւ բացատրել, որ այս վախերը որևէ բանի նկատմամբ վախը դա արդեն քո ազատության կորուստն է, հետեւաբար վախենալ մի հատ մուլտ կա, ասма бояться глупо։ Տեսել եք։ Այո, իսկ ըստ ձեզ այդ վախի սերմանման կամ վախով հանրության առաջնորդնելու հիմնական մոտիվը եւ նպատակը ո՞րն է։ Ինչի համար։ Որ շարունակեն, այսինքն Հայաստանը պահել փակ եւ միակ, այսպես ասած, կենսական որևէ բան, որ կյանքի հետ կապող ուղին Հայաստանի լինի կոնկրետ, այսինքն մեր մեծ եղբայր Ռուսաստանը եւ Հայաստանը որևէ ձև չկարողանա իր տեսահորիզոնը եւ Հայաստանի քաղաքացին չկարողանա իր տեսահորիզոնը մեծացնել եւ հասկանալ, որ ինքը ինքնուրույն սուբյեկտ է, պատասխանատու է իր որոշումների համար եւ որքանով որ պատասխանատվությունը վերցրել է, այդքանով իրեն նաեւ ազատություն է տրված։ Հետեւաբար հնարավորությունները ավելի մեծ են։ Այսքանը։ Անդրադառնանք ուրեմն եկեղեցու թեմա, այսինքն եկեղեցու վերնախավի, հա։
Չնայած կարելի է նաև ասել եկեղեցի, որովհետև ինչու, եթե օրինակ ըստ իշխանության ներկայացուցիչների եւ ոչ միայն, եթե այդ ինստիտուտի անունից հանդես են գալիս եւ կառավարչական գործառույթներ են իրականացնում մի խումբ մարդիկ կամ մի մարդ, որը չունի դրա այսպես ասենք իրավունքը, ապա նա դրանով փչացնում է նաև այդ ինստիտուտը ենթադրաբար, չէ՞։ Հետաբար կարելի է գուցե այս դեպքում ասել, չգիտեմ, եկեղեցի, որովհետև օրինակ կարող ենք նայել Հայաստանում իշխանության ձևավորման եւ իշխանության կամ իշխանական լծակների ստանձնման տրամաբանության մեջ, երբ օրինակ նախկինում Հայաստանում իշխանությունները չէին ընտրվում, բայց իրականացնում էին այդպիսի լիազորություններ, իրենք փչացնում էին ինքնին իշխանական, հա, այդ բոլոր ինստիտուտները, հնարավորությունները, լիազորությունները, պետություն, քաղաքացի հարաբերությունները, ի վերջո մենք երբ սկսեցինք մեզ տարանջատել եւ պետությանը դիտարկել իբրև հակառակորդ, որից պետք է քերել եւ ոչինչ չանել նրա համար, որովհետեւ նա մեզ կերեքում է, հա։ Հետո գուցե արժի ասել նաեւ եկեղեցի, որովհետեւ եթե նպատակը այն է, որ այդ եկեղեցին չունենա այդպիսի, այսպես ասենք, վերնախավ, ապա դա եկեղեցու մասին է, այսպես ասեմ։ Եթե հասկանալի ձևակերպեցի միտքս։ Շատ լավ։ Էլի հղում եմ անելու մամուլին, որոնք իշխանական աղբյուրներին էին հղում անում եւ ասում էին, որ գրոհը մայրաթորի դեմ արդեն վճռական փուլ է մտնում եւ չնայած իշխանության ներսում կան որոշակի տարաձայնություններ այդ թեմայով, որովհետեւ կարծում են, որ քաղաքացիական պայմանագրի քաղաքական առաջնորդը եւ երկրի ղեկավարը չունի այն վարկանիշը, որ գրոհը միջև վերջ հասցնի, բայց նա նպատակադրված է դա անելու, որովհետև դե ըստ այդ հրապարակման ձեր նպատակը անկեղծ չէ։ Նախ գրոհի մասով, երբ է տեղի ունենալու այդ գրոհը, ինչպիսի տեսք է ունենալու այդ գրոհը, եւ արդյոք դուք ունեք տարաձայնություններ, թե այստեղ շատ միակարծիք եք։ Ես կարծում եմ, այստեղ տարաձայնություններ չեն կարող լինել այն առումով, ոչ միայն, այսինքն ես չեմ խոսում քաղաքական թիմի մասով։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդը, հավատավոր հետևորդը ուզում է տեսնել եկեղեցին այնպիսի մաքրամաքուր, ինչպիսին ինքը պատկերացնում է այն։ Այսինքն տեսնել այնպիսին, որ ինքը հասկանա, որ ինքը երբ ընտնում է եկեղեցի եւ այդտեղ հոգեվոր սպասավորը աշխատում է այդ եկեղեցում եւ ապահովում է, այսպես ասած, այդ ողջ ծառայությունը, հա, իր կրոնական բոլոր ծառայությունները, որ ինքը եկել է միտեղ, դա շատ գիտեք, շատ անձնական տեղ է, շատ զգայուն ամեն մարդու համար։ Եվ այո, այդտեղ պետքա լինի ամենա այն որ կանոնիկ եւ մաքուր իրավիճակը, որտեղ մարդը իր հանգիստ հոգով ներս մտնի։ Հետեւաբար այստեղ տարաձայնություն չկա, որ հայ առաքելական եկեղեցին պետքա մաքրվի օտարածին եւ ինքնիրավչությամբ զբաղվող հոգեվորականներից։ Սրա մասին է խոսքը ընդամենը։ Գրող որպես այդպեսին երբևէ մենք չենք հայտարարել որևէ գրոհի մասին, որովհետեւ դա մեր տրամաբանության մեջ չի էլ տեղավորվում, այսինքն ինչպես կարելի է գրոհել եկեղեցին։ Ոչ, ես կարծում եմ, որ կգա ժամանակը եւ Կտրիչ Ներսիսյանը տեսեք, հիմա Կտրիչ Ներսիսյանը այս պահին ինքը անդադար մարդկանց կարգալույց է անում, իր կարծիքով ինքը կարգալույց է անում այլ հոգեվորականների եւ դրանով ցույց տալով, որ այ տեսեք, ես դեռ ինչ որ դիրքերում եմ, բայց ինքը չի հասկանում, որ դրանք այդ ինստիտուտն են, հենց ովքեր այդ մարդիկ հոգեվորականներ են եւ մեր հոգեվոր սպասավորներն են։ Մեկը մի եկեղեցու ենթադրենք հոգեվոր սպասավոր ա եղել, այդ տարածաշրջանի ժողովուրդը իրեն ճանաչում ա։ Հիմա մի հատ էլ երկրորդին, որ այսինքն ինչքան կարելի է այդ զոհասեղանին տանել հոգեվոր սպասավորների, ինչ մենակ մնալու է այնտեղ մենակով նստելու է այդ գահին եւ ինքն իրենից բան ինքը համոզի, որ ինքը մենակով կարող է հայ առաքելական եկեղեցի լինել։ Այստեղ արդեն ես կարծում եմ ակնհայտ է ինչա տեղի ունենում, ուղղակի պետքա մի քիչ երկար նայի այդ մարդը։ Դուք ձեր կարծիքով հնարավորություն եք տալիս Կտրիչ Ներսիսյանին հեռանալու։
Աստված է իրեն տալիս այդ հնարավորությունը։ Ես ինչու եմ այդպես հարցը ձևակերպում, որովհետև մինչև անգամ այս գործընթացների մեկնարկը, չգիտեմ, Հայաստանում կա տենց մարդ, որ գոնե ականջի պոչով չի լսել իր կամ իր շրջապատի հերոսությունների մասին, այսպես ասենք, ոչ հոգևոր, շատ եւ այլն, հա։ Ուզում եմ ասեմ, հիմա կա հնարավորություն Կտրիչ Ներսիսյանի համար հեռանալ այնուամենայնիվ, թեկուզ խոնարհաբար, բայց որոշակիորեն պատվաբեր ճանապարհով, դուք այդ հնարավորությունն եք ձգում իր համար։ Ես կարծում եմ ինքը միակ պատվաբեր իրավիճակը այս պարագայում, եթե այսպես ինքս որպես մարդ դիտարկում եմ իրավիճակին, հա, ինչ որ մեկը ընկել է այս իրավիճակում, արժանապատիվ հեռանալու համար նա ժամանակ ունեցել է։ Ինչ վերաբերում է այս պահին, ինչ քայլ պետք է անի Կտրիչ Ներսիսյանը, որը եւ քրիստոնեական, եւ մարդկային առումներով, այսինքն ավելի պատվաբեր է, առաջի բանը, որ մարդը պետք է անի, դա ընդունի իր սխալը։ Սա միակ ճանապարհն է, որ ես սխալվել եմ, որովհետեւ սխալվելն էլ մարդու համար է, բայց դա երևի միակ ճանապարհը կլինի։ Ուղղակի ես մի քիչ դժվարանում եմ տվյալ քաղաքացուն եւ այդ այսպես ասած մտայնությունը բերել դնել իրար կողք, բայց այո, ճանապարհը միշտ կա։ Եվ մեր ժողովուրդը, իդեպ քրիստոնյա ժողովուրդը եւ շատ արագ ներում է մարդկանց սխալները։ Մի քանի, հա, այո, օրինակ 21 թվականի խորհրդանական ընտրությունների արդյունքները վկա։ Ներողություն, ես դες հետ այստեղ չեմ կարող համաձայնվել։ Ինչու՞։ Որովհետև ես կարծում եմ ժողովուրդը լավագույն ճիշտ որոշումն է կայացրել։ Եթե նկատի ունեք այլ ուժերը, որոնք հայտնվել են խորհրդարանում, այլ բան, հա, այդ մասով կարող եմ ասել, բայց դա էլի մեղադրելու չի, Ժիրայր, որովհետև 20 թվականի պատերազմից հետո, այսինքն ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, հա, մարդիկ դեռ շունչ չքաշած, այսինքն այն, որ հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը հաստատվել եւ այլն, այսինքն այն ողջ լավատեսությունը այդ պատերազմի ընթացքում կարելի ասել սպառվեց եւ այդ ամենակարևոր արժեքն էր, որ սպառվեց եւ այդ դրա վրա սկսեցին մարդկանց ցավի վրա, այսինքն այն ինչ տեղի ունեցավ, էլի ֆանտաստիկ է, այսինքն այդ ժողովրդի բանը կամքը իր ժողովրդավարությունը պահելու իր ձեռքերում։ Այդ մասով չեմ կարող ասել, որ սխալվել, այսինքն դա ներելու արդյունք չի, դա շատ ճիշտ մտածված քայլ է։ Իսկ ձեր կամքը այդքան ամուր եւ հաստատուն է, որպեսզի դուք պահեք այդ ժողովրդավարությունը եւ պաշտպանեք այդ ժողովուրդը։ Ամեն դեպքում փորձում ենք մենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ժողովրդավարությունը, որովհետև գիտեք, որ մասնավորապես այս հիբրիդային, այսպես ասած, մենք անդադ խոսում ենք այդ հիբրիդային պատերազմի մասին, գլխավոր թիրախները հենց դրանք են՝ ժողովրդավարություն, խաղաղություն, այսինքն այն ամենը, ինչ որ ապահովում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, պետքա դրանք թիրախավորել եւ հնարավորինս, այսինքն նսեմացնել, որպեսզի կարողանալ արդեն նորից կան կոնֆլիկտի ուժերը, այսպես ասած, իշխանության, էլի ունենանք մի պապա, ից պետքա թույլտվություն հարցնենք շնչել թե չշնչել, այս իրավիճակը։ Եվ մենք ինչքանով ենք պահում, կարծում եմ տեղեր կան համակարգային, որոնք այս պահին դեռ թերի են, օրինակ մասնավորապես կարծում եմ կուսակցությունների եւ ընդհանրապես քաղաքական հայտ ներկայացրած ուժերի ֆինանսական թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, դա ինձ մոտ անընդհատ է թեման ինքս իմ մեջ մտածում եմ, էլի ինչ պետք է արվի, որպեսզի թափանցիկությունը ապահովի։ Հուսանք օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, օրինակ սանկցիաների հնարավորություններ լինել։ Հա, օրինակ ինձ հետաքրքիր է, չգիտեմ, այս վերջերս մարդու իրավունքների ժամանակին պաշտպան աշխատած անձը ունի հնարավորություն, եթե ճիշտ եմ հասկացել, որ օպերայի մոտ ամբողջությամբ իր քաղաքական թիմ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, շարժում ասեմ, դրա գովազդներն են։ Հիմա ես ուզում եմ մարդու իրավունքների պաշտպանի, չգիտեմ աշխատավարձն ինչքան է, բայց ուզում եմ պատկերացնել այդ մարդը, որ ոնց որ հիմա ես
վաղը որոշեմ մենակովս ինչ որ քաղաքական հայտ ներկայացնեմ ու հնարավորություն ունենամ տենց գովազդներ դնելու, որտեղից։ Ինձ անկեղծ հետաքրքիր է։ Կարծում եմ, ինձ մարդիկ պետքա պատասխան տան եւ հանրությանը հաշվետու լինեն, եւ եթե իրանք այդքան չունեն, այսպես ասած, բարևարկության աստիճան դա անելու ինքնուրույն, ապա այո, ճիշտ է, պետքա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Հուսանք այդպես կլինի, որովհետև իշխանության պոզիտիվ պարտականություններից մեկը ոչ միայն մեր ֆիզիկական անվտանգությունը ապահովելն է, այլ նաև մեր կոգնիտիվ, հետևաբար դա Համաձայն եմ։ արկելը տեղել եւս էլի։ Հուսանք, որ այդ օրենսդրական նախաձեռնությունները չեն ուշանա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանությամբ բաժնում է։